վստահեցնում եմ, որ Տրամպը առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստանը կվաճառի։ Այդ հեքիաթները նրա մասին, որ ինքը քրիստոնեական արժեքն է, սուտա փող, որ օր Ալիևը քեշ բերեց բավականաչափ բանին Կուշներին բավարարող գումար դրեց, այդ օրը կոտորածա սկսվելու Հայաստանում ոչ մեկը չհասցնի աչքներս թերթի։ Տրամպի վրա հույս դնելը լուրջ լրջագույն հիմարություն, ոնց որ երեք թուրքերի հետ կատացված պաճկը չփլով ապրես։ Հիմարություն։ Առավել եւս որ անձամբ Տրամպը ասում է, որ մոտակա ժամանակները իրան սպասում է եւս մեկ իմպիչմենտ։ Շատ մեծ հաջողությամբ մոռացան, հա, մարդիկ, որ բանը ինքը չափացուցեց, որ ինքը մանկապիղծ չի։ Ինքը 32 հոդվածով մեղավոր է ճանաչվել ու դեռևս ապացույց չի ներկայացրել, որ ինքը մանկապիղծ չի։ Այսինքն երեխա չի բռնաբարել Էփշտեյնի կղզում։ Ես ուզում եմ հասկանամ, դա ասենք օքեյ է Նիկոլայից համար։ Հա, դες մարդու հետ կարելի է կազմել ինչ-որ դաշինքներ։ Մեկ տարվա, 1.5 տարվա ընթացքում ամենաշատը Տրամպի ախից գալու է։ Ինքը չի դիմանում, ժողովուրդ ամերիկյան տնտեսությունը շատ խիստ փոխկապակցված է եվրոպական եւ չինական շուկաների հետ։ Տրամպը չի կարող այս խաղը խաղալ շատ երկար։ Ինքը իր ընտանիքի համար ստեղծում է ինչ-որ հնարավորություններ հիմա։ Իրան ընտանիքի ներկայացնել թե իր որդիներն են եւ թե պես են։ Այսինքն հենց որ իրանք հասկանան, որ բավականաչափ փող ունեն, իրանք հետ են խաղալու այս։ Այս հեքիաթները նրա մասին, որ մենք նոր աշխարհ ենք ստեղծում, New World Order, բան, եկեք Մոնրոյի դոկտրին, բան, այս ամեն ինչը նրանից է, որ ես ասել եմ արդեն, Մոնրոյի դոկտրինը թուլության նշանն է։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների վերնախավի կամ establishment-ից գալի մասը հասկանում է, որ ինքը խաղից դուրս է գալիս։ Որ ընդամենը 25 տարի առաջ ստեղծված, ռեալ 25 տարի առաջ ստեղծված Եվրամիությունը, որը որ նաև ՆԱՏՕ-ի կոմպոնենտ, այսինքն բանակային կոմպոնենտ հեսա մեջը կունենա, ինքը ուղղակի անհնար է Եվրամիության դեմ, որպեսզի ԱՄՆ-ն պայքարի։ Ասեմ, ստեղ ինչ է կատարվում, Եվրամիությունում շատ հետաքրքիր պրոցեսներ են։ Մարդիկ շատ ճիշտ գնահատելով ինտեգրացիոն մեծ գլոբալ բաները, խնդիրները, որոնք առաջացնում են տնտեսությունների համար, սկսում են աշխատել փոքր միջին բիզնեսի հետ, այսինքն մարդիկ փոքր բիզնեսից են առևտուր անում, սուպերմարկետներից չեն։ Իրանք գնումներ անելուց հարցնում են մեր արտադրանք, ասենք Իտալիայում իտալացիք նախընտրում առնել իտալական արտադրանք, Ֆրանսիայում, Իսպանիայում նույնը։ Միևնույն ժամանակ Եվրամիության ինստիտուտների կարևորությունը ոչ մեկ կասկածի տակ չի դնում։ Այսինքն խոշոր կորպորացիաները, որոնք որ հիմնականում սպառողական շուկան էին բռնում եւ այդ սպառողական շուկայի հզորացման հզորությունը օգտագործում էին, որպեսզի մանր եւ միջին բիզնեսը խեղդեն, այդ խոշոր կորպորացիաների դեմը մի փոքր փակվում է։ Այդ խոշոր կորպորացիաներին Եվրամիությունը աջակցում է, որ իրենք աշխատեն Եվրամիությունից դուրս, Եվրամիության ներսում ինքը մնում է անորմալ, ճիշտ, սպիտակամորթ մարդկանց բան, միություն, որտեղ բոլորը լավ են ապրում, որտեղ փոքր եւ միջին բիզնեսը տնտեսական եւ քաղաքական ինքն է եւ հենարանը, որտեղ արժեքային համակարգը կառուցված կա նրանով, որ այո, կոպետությունը կա, բայց կա նաեւ մեծ Եվրոպա եւ այսօրվա դրությամբ, ասենք, չգիտեմ, Ուկրաինայում վարվող պատերազմում իհարկե հոգնեցուցիչ է եւ իհարկե այս ինչ առանձին վերցրած Մակրոնը կամ Մելոնին կամ Մերցը բան, հա սխալ են անում բան, բայց ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, որ եկեք լավ ջանդամ տանք թող Ուկրաինան վարի գնա, թող ռուսները ուկրաինացիքին ոչնչացնեն, թող այդ պետությունը չլինի, բոլորը հասկանում են, որ հաջորդը Եվրոպան է։ Եվ այդտեղ արդեն 5-րդ հոդվածն աշխատելու եւ հարցերը շատ ավելի սուր են լինում։ Դրա համար այո, կա դժգոհություն, որ սխալ եք ոչ թե ոչ սա պետքա չլինի, այլ ոչ տղաներ դուք սխալ եք կառավարում, ինչը նորմալ է։ Հայաստանում ասենք, չգիտեմ, նույն բանը կա, շատ քիչ իհարկե, բայց կա, որ ոչ թե դու սխալ ես, այլ չէ դու սխալ ես կառավարում, բայց պետությունը ոնց որ բանը։ Ինչ վերաբերում է եվրոպական ուղում, դուք չեք կարող այդ ուղին նորից եմ ասում փակել Հայաստանի համար։ Ոչ մեկ չի կարող։ Բացառվում է, հա, մենք ասենք ես անձամբ այդ մեր պատվիրակության կազմում հանդիպեցի Սավոյան տան առաջնորդի հետ, որը տան առաջնորդն է, ոչ թե թագաժարան։
ու ինչքան երևի 3-4 րոպեանոց խոսակցության ընթացքում պարզ դարձավ, որ չի քննարկվում, որ Հայաստանը եվրոպական երկիր է, որի չի քննարկվում։ Անդեղ այդ ահռելի մեծ միջոցառում էր 300-ից ավել հոգի, որոնք որ կոչվում են հին Եվրոպայի հետ արիստոկրատ Եվրոպայի բան առաջնորդները եւ արիստոկրատ Եվրոպայի establishment-ը, եթե ուզում են։ Հարավային թևի առնվազն, որտեղ երևի բոլորին չեմ ճանաչում, ու բարձանցիկ մենք Հայաստանը առանձին տեղ ուներ, այնտեղ մենք այնտեղ ենք նստած եւ բոլորի հետ չենք ծանոթացել, Բրիտանիայից կար, չգիտեմ, Նորվեգիայից կար, երևի, չգիտեմ, լիքը մարդ կա։ Բայց ոչ մեկի համար հարց չէր առաջանում Հայաստանը ստեղ ինչի է եկել եւ Հայաստանը ինչի է առանձին խաղացող։ Լրիվ նորմալ։ Բան չի էլ բոլորին պարզ է, որ ասենք մենք տենց Սվազիլենդ չենք, որ պատահաբար հայտնվել ենք, չէ՞։ Հայաստանը մեծ Եվրոպայի ասած Great Europe, այն ոչ թե մեծ, այլ великий։ Այդ են պատմության մի մասն է ու ոչ մի բան չի կարող դրա հետ անել, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Գոլֆիկ Տրամպը, Պամպերսով, ոչ իր Տամփեսան, ոչ իր անշարժ գույքի գործակալը, որը համարում է, որ Ուկրաինան է կոտեջ է, որ ինքը պետք է ծախի Պուտինի վրա փողը աշխատի դրանից։ Փոքր տարիքից պետք է դաստիարակել արժանապատվություն մարդկանց մեջ։ Փոքր տարիքից պետք է տեղեկացնել հայոց պատմությունը իմանալը, չպետք է վերածվի ուրեմն բան ռուսական գրքերից թարգմանությունների ջարդերի եւ եղեղների շարքի, հա, այնց ոնց որ ոչ մի լավ բան չի եղել, միշտ ծեծված ենք եղել, միշտ մենակ ենք եղել, միշտ տուլ ենք եղել, բոլոր են քաղաքական ուժերը, որոնք կանգուն գոռում են բոլոր դրոշները իջացրեք, թողեք միայն հայկական դրոշը, պետք է վտարվեն քաղաքական դաշտից։ Մարդիկ, ովքեր Ռուսաստանից բացի ուրիշ բան չեն տեսնում, պետք է վտարվեն քաղաքական դաշտից, այսինքն կրթական, սոցիալական եւ քաղաքական բաները պետք է բերվի իմի եւ ոչ թե ինչ-որ ստիպողաբար տարվի Եվրոպա, այլ ուղղակի մարդկանց բացատրվի դուք ով եք։ Ամենամեծ խնդիրը այն է, որ հայերից գալի մասը չլինի։ Եվրոպայում այս միջոցառման, Իտալիայի միջոցառման ընթացքում այսօր ես Լիոնում հետ մեկ այսօր եւ երկու վաղ միջոցառում կա եւ Մարսելի միջոցառում կա, դրա մասին հետո կխոսեմ, բայց ամեն դեպքում ամեն տեղ որտեղ որ մենք հանդիպում ենք Հայաստանի մասին գիտեն, ես Իտալիայում ինչ որ բան, ինչա դրա անունը, սուրճ էին վաճառում, ու ասենք խանութ է, որտեղ էսպրեսոն կարող ես վերցնել, հարցրեց այդ կինը որտեղից եք, ասեցի Հայաստանից, ու ասում Հայաստանից, ասեցի դե երևի մամուտից զոհակում, ասի ինչ գիտես, ասում գիտեմ Արարատը բանը, սենց գիտեմ, սենց բան, այսինքն իրենք գիտեն, բայց այդ կինը կրթություն չուներ, հատուկ հարցրել են, կրթություն չուներ, ու դա տուրիստական կետ չէր, ընդհանրապես տուրիստական կետ չէր, մեծ հաշվով կորտ չէր, ոտ էի մանգալի, կորել էի ընդեր, անկապ տեղ էի մտել, տեղացիներ էին մենակ, ինքը անգլերեն խոսում էր այդքան մատերով էլ, դրա համար եմ ասում, ասենք Հայաստանում մարդկանց թվում է, թե Հայաստանը դիտարկում են որպես Ռաշա, բայց այդ նրանից է, որ Գլենդելներում ու Կալիֆորնիաներում իրանց կորցրած ծիծակ կոշիկներով եւ լվիցա սանրվածքներով կանայք այդտեղ է պատկերացնում։ Ուղղակի այնտեղ ծավալը շատ է, այնտեղ շատ են խոսում էլի այնտեղից մարդիկ, այսինքն որ գալիս գնում են բանին անում պատմել է Հայաստանը ոչ մեկ չգիտի բան, ինչ լավ է որ բենզակալոնք են, ինչ լավ է որ լեն ճանապարհ է, ինչ լավ է որ գիպսակարտոնից տուն ունեն, որը $4 միլիոն արժի բան։ Եվրոպայում մի փոքր ուրիշ է։ Եվրոպայում նայում են ով ես դու եղել։ Ամերիկայում նայում են ինչքան փող ունես։ Բայց տվյալ դեպքում մենք այդ փողը չունենք, $1 միլիարդ մասին էին մտածում, շատ հրապարակումներ եղան, հարցում եղավ, կարծեմ արտգործնախարարությունից պատասխանեցին, որ 3 տարի այդ կանոնադրությամբ այդ խաղաղության խորհրդի 3 տարի կարող ենք լինել անդամ, հետո չվճարելուց հետո դե կվերանայվի դա, այսինքն մենք այդ 3 տարին ենք, 3 տարվա վրա է այդ հույսը, հա, Հայաստանի։ Ես դենց հետաքրքիր եմ մեկ Մյուզերն Արարատի բաները որ լսում եմ,
հասկանում եմ, որ ի վերջո ոչինչ չես կարող անես եւ Երևանի այդ ամենակարևոր եւ ամենասիրելի թաղամասը իր ազդեցությունը թողում է, եթե 3 տարի կարան փողը չթանխի։ Trial այլ թողնում են։ 3 տարի ցանկանում ոչ հաց է ուզում, ոչ ջուր, եթե փող չեն տալու տոնստան։ Այդ տարբերակն է, հարցը նրանում է, որ բոլորը դա հասկանում են եւ այնինչ հարգի է 7-րդ դասարանում կամ 8-րդ դասարանում, հա, տենց բանը, չգիտեմ, գումարը չտվեցի ու տենց ավտոբուսով երթևեկեցի, ասենք ինչ-որ մի պահի, որ դու հասուն երկիր ես, դու հավակնում ես, ասենք, բանքո պատմությունը, սաղ գիտեմ, որ հազարամյակներից եկած դու տենց հավակնություններ ունես խաշմռուկի, դու Տրամպի անվան ինչ-որ տողադարձեր ես սարքում բան, ու մենք էլ տենց դեր 1 միլիարդը հիմա չենք տա 3 տարի տենց նստենք, հետո կերևա մի բան կլինի հələ, ոչից կգտնի։ Դե հետո կարող է քեզ ասեն, ասում են դուրս արի, մենք էլ դուրս կգանք հիմա։ Ես ասում եմ, այս Տրամպի խաղալիքները ավելի շուտ են պրծնեն, որ Տրամպի ոչ մեկ չի թողի 3 տարի աշխարհը սենց դրի անի, որպեսզի հարստանա։ Կամ ինքը կհարստանա մի պահ, ու այդ դրին կպրծնի։ Կամ իր մի impeachment կանեն եւ հաջորդ ադմինիստրացիան կասի ներողություն, մեր մոտ բաներ, ասենք, բագ էր, համակարգը վիրուսեր են ու մաքրեցինք անտիվիրուսով, վերջ, այսուհետև էլ Microsoft չկա, մենակ Linux-ը։ Բարի, հաջորդ թեմային անդրադառնանք, շնորհակալություն, դե մնում է մենք, այսպես ասած, վերլուծությունը ոչ մի բան դեռ չենք կարողանում վերջնական ասել, դա լավ է թե վատ, մնում է, որ վատը քիչ լինի։ Հա, Հայաստանի համար, իհարկե։ Ես ամենասկզբից դրանից բացեցի, ինքը մեծ բան չի։ Մեծ բան չի ասում եք։ Այսինքն ինքը վերլուծելու կարիք չունի, ինքը կմոռացվի, ստեղ չի նկատվել։